Եվ առիթից օգտվելով առնվազն 3 առաջարկ ենք անում եւ խնդրեմ, որ առաջարկները ընթերցելուց հետո արձագանքեք ծափերով կամ ինչ-որ ձևով, որպեսզի մեր հավանությունը երևա։ Առաջին առաջարկ Հայաստան ծրագրին ներառելու համար մենք առաջարկում ենք խաղաղության արժանապատիվ մոդել, այսինքն այնտեղ ձևակերպված կլինի, մենք մեր առաջարկը կներկայացնենք, մենք շատ կարևորում ենք խաղաղության գաղափարը, հարևան երկրների, այդ թվում Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ կանխատեսելի հարաբերությունների հաստատումը, որտեղ մենք հարևաններ ենք, ոչ մի տեղ չենք գնալու եւ այո պիտի լինի խաղաղություն։ Այո ընդունում ենք, որ պատերազմում մենք պարտվել ենք, ինչի համար գին պիտի վճարենք, այդ գինը արդեն վճարված է, բայց մեր խաղաղության մոդելը ենթադրում է արժանապատիվ խաղաղություն եւ բացառում է, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է դառնա ադրբեջանական ենթապետություն։ Դա բացառվում է։ Մյուս մոդելը, որ առաջարկում ենք, Հայաստանում պետք է բացառվի մեկ մարդու իշխանությունը։ Մեր ողբերգությունների պատճառներից մեկն է նա, որ ամբողջ երկիրը ապրում է այդ մարդու տրամադրությամբ։ Ուրախ զարտեց երկիրը հանգիստ կթողի, շոր վատ տրամադրությամբ զարտեց երկրում ցնցումներ ալնելու, ուզեց այս մեկին փակել կտա, ուզեց այն մյուսին, մենք մի հատ բառազմ ունենք, չեմ ուզում գործիչի անունը նշեմ, մի մարդու վերաբերյալ դեկտեմբեր ամսին, բոլորդ կհիշեք ինչի մասին եմ խոսում, նույն օրվա մեջ դատանը 2 վճիռ կայացրել։ Խափամամիջոցը փոխել են, վատառողջ էր, տարել են ուրեմն հիվանդանոց, հետո այն մյուս դատարանը խափամամիջոցը փոխել է, տարել են բանտ հիվանդանոցից, նույն օրը գիշերը խափամամիջոցը փոխել է, տարել են տուն։ Մոտավորապես էսա այն բանը խելացնորությունը, որ ստեղծված է երկրում։ Ուրեմն մեկ մարդու իշխանությունը պետք է բացառել հետևյալ ձևերով։ Ուրեմն պետք է լինի սահմանադրական փոփոխություններ, պետք է լինի քաղաքական մշակույթ եւ մի հատ էլ տխրեցնեմ ԿՊ-ին։ Հա, Գյումրիի մոդելով կոալիցիոն կառավարություն, որտեղ եթե կոալիցիա է ալնում, փոխզսպումների, հակակշիռների մեխանիզմը արդյունավետ գործում է։ Մյուսը առաջարկը, որ ուզում եմ անել, դուք երևի տեսնում եք, չէ՞ որ Հայաստանը վերածվել է Սիցիլիայի։ Վերջին օրերին, ուրեմն բանը, մեր գրասենյակը կայսերի հարևանությամբ է գտնվում, հենց մեր գրասենյակից մի 100 մետր են կողմ մի հատ մարտաֆիլմ եղավ, այդ հաչապյակի դեպքերը, օրը ցերեկով, դպրոցի հարևանությամբ, մանկական խաղահրապարակի տարածքում եւ այլն։ Մեկ մարդ այդտեղ զոհվեց, 3 Սևանում դանակահարություն ա եղել, օրը ցերեկով էլի, մեկ մարդ տեղասպանվել։ Գյումրիում մի քանի օր, 3-4 օրը կարծեմ, դանակահարություն։ Այսինքն ակնհայտորեն իրավապահ համակարգը չի աշխատում, դա պատճառ ունի։ Իրավապահ ամբողջ համակարգը դարձել է Նիկոլ Փաշինյանի մահակը։ Այս մարդիկ եկեղեցականներին գաղտնալսովելով են զբաղված, եկեղեցականներին անկողին են մտել, քաղաքական գործիչ են հետապնդում, չգիտեմ ինչ են, ժամանակ չունեն իրենց գործով զբաղվելու։ Այս մեկ, այսինքն որ երկրում դառնում է քաղաքական գործիք, իրավապահ համակարգը դադարում է իր ֆունկցիան կատարելուց։ Երկրորդ խնդիրը բանն է, դա այն է, որ երբ որ դու ոստիկանությունը, ընդհանրապես ուժային համակարգը ծառայում են օրվա իշխանության, պրոֆեսիոնալները շատ արագ տեղից հեռանում են։ Դիլետանտիզմը համատարած է դառել։ Այսինքն շատ լուրջ ռեֆորմներ են պետք, եւ սա էլ մեր երկրորդ առաջարկությունն է։ Երրորդ առաջարկը մենք առաջարկելու ենք իշխանության ձևավորման մերիտոկրատիկ սկզբունք։ Այսինքն դա մերիտոկրատիան կամ արժանավորների իշխանություն, որպեսզի կադրային բանկի ձևավորման հստակ մեխանիզմներ լինի, մեր մոտ մշակումները կան, հիմա շատ կարճ ուղղակի թվարկում եմ։ Այսքանով թույլ տվեք իմ ելույթը ավարտել, բայց ելույթից վերջում ես չեմ կարող մոռանալ,
որ այս պահին անազատության մեջ գտնվում են մարդիկ, որոնցից շատերը իմ ընկերներն են, օրինակ Երևելի Սրբազան, Երևելի Բագրատ Սրբազանը եւ այլ քաղբանտարկյալներ, կարող եմ բոլորին անունով նշել։ Բոլորին իհարկե կդժվարանամ, բայց Բագրատ Սրբազան, Վագն Չախալյան, այդ նույն գործով ազատազրկված, Վարդան Ղուկասյան, Գյումրիի քաղաքապետը, Նարեկ Սամսոնյան, Վազգեն Սաղաթելյան, կարող եմ շատերին նշել, նաև տնային կալանքի ռեժիմով, դրանք էլ են կալանավոր։ Ես որպես նախկինում երկու անգամ քաղաքական կալանք կրած անձնավորություն, չեմ, ուզում եմ բոլորս ծափահարություններով շատ ուժեղ ողջունենք այդ մարդկանց։ Իդեպ մի հատ էլ կատական եմ, մանավանդ մի քանի ժամ հետո իրականություն է դառնալու այդ կատակը, երբ որ անցած շաբաթ էր կարծեմ, Մայր Հայաստանը միացավ առաջարկ Հայաստանի ծրագրին, հետևաբար Բարգավաճ Հայաստանի ցուցակին, ամբողջ իշխանության պրոպագանդան մի հատ կեղծ թեզ շրջանառու դարձրեց, իբր Քոչարյանի մարդիկ եկել են մեր ցուցակ, բայց կեղծ թեզ է, էլի, մի ասում եմ, հիմա իշխանության պրոպագանդան այսօր ճողվածք է ստանալու, որտեվ այդ նույն տրամաբանությամբ այսօր գիշեր ինչ են ասելու, Քոչարյանի օրոք երկու անգամ քաղաքականավոր եմ եղել։ Հիմա էլ ասելու են չէ, հակա Քոչարյանականներ եկան Ծառուկյանի մոտ։ Էս ինչի ասեցի, որ հասկանաք, որ իրաց թեզերը կեղծ ու արհեստական են։ Ուրեմն Ծառուկյանի հետ կոնսոլիդացվում են ինքնաբավ օրակարգ ունեցող քաղաքական ուժեր ինքնուրույն միավորվում են հենց առաջարկ Հայաստանի ու Ծառուկյանի շուրջ, ինչ-որ մեկի մարտնել չեն։ Այս իմ ասածը տարբեր հետագիծ ունեցող մարդկանց միավորումը ձեզ պիտի հուշի, որ իշխանության պրոպագանդան սուտ է։ Եվ Եվս մեկ անգամ շնորհակալություն ունկնդրելու համար վստահ եղեք, որ 2026 թվականի հունիսի 8-ին այլ Հայաստանում ենք արտանալու այնպիսի Հայաստանում, որտեղ առաջարկ Հայաստանինը կդառնա Հայաստանի առաջարկը աշխարհին։